Բարի լույս։ Լույս բարի, արդեն ամսի 24-ն է եւ այսօր Լեոնել Մեսսին է ծնվել։ Շնորհավորում ենք Լեոնել Մեսսի ծննդյան օրվա կապակցությամբ եւ հիշեցնեմ, որ Լեոնել Մեսսի ակումբը հանդիպելու է 1/8-ում Paris Saint-Germain-ի։ Շատ սպորտային առավոտ էր, բայց ես ասեմ, որ Շանթի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում առավոտը Շանթում։ Շանթի եթերում մենք այսօր ձեզ խոստանում ենք լավ տրամադրություն, հագեցած մեկնարկ ողջ օրվա համար։ Եվ եկեք տեսնենք օրը երթևեկության փոփոխությամբ ենք սկսել, ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, ավելի կոնկրետ Երևանում։ Երևանի կենտրոնում, Երևանի կենտրոնում։ Մի բան, որ պիտի բարձաբանենք միասին, քանի որ ես ու Գորն էլ այդքան լավ պատկերացում անգամ կարդացի, պարզ է, որ ես հայերեն լավ չեմ հասկանում, բայց եկեք փորձենք իրար հետ։ Եվ այսպիսով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Արգիշտի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի փողոցից դեպի Արգիշտի փողոց։ Բեյրութի փողոցից դեպի Արգիշտի փողոց առաջին երթևեկելի գոտուց նախկին թույլատրված ուղիղ եւ աջ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղությամբ։ Ուղիղ չէ, միայն աջ ուղությունով։ Դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց ուղությամբ։ Նշենք, որ մի քանի օր առաջ արդեն իսկ այդ հատվածում փոփոխություններ կատարվել, մասնավորապես նախկինում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի Արգիշտի փողոց կարելի էր ձախ շրջադարձ կատարել, գոր, այսինքն աջ հիմա թույլատրվում, այն ժամանակ ձախ։ Երկու գծերից, սակայն մի քանի օր առաջ փոփոխությունն արվեց նորից եւ մեկ գծից է թույլատրվում ձախ շրջադարձ անել։ Այո, այնտեղ ավտոբուսների գծերն են խառնվել իրար, այսինքն ավտոբուսների համար առանձին գծեր են տվել եւ մեկ պարագայում ավտոբուսը ամենաձախ գծից գալիս է աջ, որ կանգառում կանգնի, հակառակ կողմից որ գնում ես այն շրջադարձի տեղում ավտոբուսները նորից կուտակվում են եւ մեքենաները չեն կարող շրջադարձ անեն, վերջը քաղաքապետարանի առջև պարզապես Սոդոմ եւ Հոմորա էր մեքենաների հետ։ Ես համբերություն եմ մաղթում բոլոր այն մարդկանց, որոնք հիմա փորձում են հասկանալ, թե ինչպես է այնտեղ պետք երթևեկել, բայց մի կողմից լավ է, որ դա արվում, դա այդ ամենը կատարվում է քաղաքապետարանի առջև։ Մստեր քաղաքապետը դուրս է գալի։ Աչքերի դիմաց կլինի կտեսնեն։ Մի րոպե, ժողովուրդ, էս ինչ է, զանգում է, ասում է մի հատ տեսեք ինչ ենք անում, որ տեսնում են ինչ ենք անում, այնքան կանենք մինչև կստացվի։ Բայց հուսանք, որ այս փոփոխությունը կլինի վերջնական, միգուցե սա արդեն իսկ վերջնական մտածված է։ Սա լավ տարբերակ է։ Սա լավ տարբերակ է, հուսանք։ Մենք պիտի մի հատ գնանք երթևեկենք, որ պատկերացում կազմենք կոր ամբողջությամբ։ Ես 3 անգամ այդ հատվածով անցել եմ եւ 2 անգամ էլ 20 րոպեից մինչև 40 րոպե կրկեսից մինչև հաղթանակի կամուրջ ճանապարհը եւ հակառակ կողմ հաղթանակի կամուրջից մինչև կրկես այդքան ժամանակ եմ ծախսել։ Բայց դու կարծում եք, որ այս փոփոխությունն է Դու ասեցիր, որ մենք հույս ունենք, ես հույս չունեմ։ Ես ասացի, որ 3 արդեն իրագործված էր այս փոփոխությունը։ Չէ, սա չէ։ Դե գոր, տեսնում ես։ Նորի հինն էր։ Նորի հինն էր։ Իսկ հիմա նորի նորն է։ Տեսնենք թե ինչ կլինի, այս ընթացքում միջև այս ինֆորմացիան դուք փորձեք մարսել, այո։ Երաժշտություն, որի ներքո մարսումը շատ ավելի հեշտ է իրականացվում։ Դյուրամարս կլինի։ Մարսումը կդառնա դյուրամարս։ Տեսնենք թե ինչ երաժշտությամբ ենք մարսելու այս նորությունը։ Եվ կլինեն արդյոք տեսահոլովակում խցաններ եւ ավտոմեքենաներ։ Գնացինք։ Վերադարձանք, խցանումներ ավտոմեքենաներ չկան, միգուցե սա խոսում է նրա մասին, որ այլևս խցանումներ չի լինի քաղաքում։ Այո, այս փոփոխությունը շատ տեղին էր։ Իսկ հիմա ժամանակն է անցնելու եղանակին եւ խոսելու եղանակի մասին։ Ես ներողություն եմ խնդրում, մեր հեռուստադիտող Հովհաննես Սարգսյանը հիշեցնում է, որ այս գիշեր ուրեմն բռնցքամարտի մեծահասակների մեր հավաքականը մեկնել է Վրաստան միջազգային մրցումների։ Շնորհակալություն Հովհաննես ինֆորմացիա։ Հովհաննեսը որտեղից է այդ ամենը իմանում տեսնել։ Ես չգիտեմ, բայց մենք Հովհաննեսին ջերմ ողջույններ ենք ուղարկում ամեն առավոտ մեզ ողջունելու։ Եվ մեր բռնցքամարտիկներին ենք ջերմ ողջույններ եւ հաջողություն ենք մաղթում։ Իսկ հիմա կարող ենք հանգիստ խոսել եղանակի մասին, եղանակը կարծես թե լավ է, չէ՞։ Այո, լավ է։ Հունիսի 24-ին Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը 28-ից մինչև 30 աստիճան տաքություն։ Գիտենք եղանակի տեսությունը ել ավելի մանրամասն եւ վերադառնանք։
Մինչ ուսումնասիրում էինք եղանակային պայմանները, Սարգիսը Նելիին էր ջերմ բարևում։ Ես եմ Սարգսին ջերմ ողջույններ ուղարկում։ Եվ բոլոր մեր հեռուստադիտողներին ջերմ ողջույններ ենք ուղարկում եւ խոսենք մի քանի շատ հետաքրքիր բաների մասին։ Փաստորեն իզուր չեն ասում, որ լռությունը դա ոսկի է։ Եթե իհարկե կարողանում ես լռել։ Եթե կարողանում ես, հիմա Նելին կպատմի ձեզ մի հետաքրքիր բան, հետո ես հետաքրքիր դեպք կպատմեմ զվարճալի եւ միգուցե ինչ որ մեկը իմ խորհրդին հետևի։ Ես վստահ եմ, որ շատերը գոր։ Հետաքրքիր ուսումնասիրություն կա լռության եւ մարդու կապի մեջ, պարզվում է ընդամենը 3 օրվա միտումնավոր լռությունից հետո մարդու ուղեղում տեղի են ունենում ֆիզիկական եւ ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությամբ համեմատելի են երկարատև մեդիտացիայի կամ ճանաչողական մարզումների հետ։ Լռության կանոնավոր ժամանակը նույնիսկ օրական 2 ժամ, որոնք բաշխում են առավոտյան ճաշի եւ երեկոյան արդեն իսկ չափելի արդյունքներ են ցույց տալիս։ Տեսնում ես Պարզ սովորությունները, օրինակ առանց հեռախոսի արթնանալը, առանց ականջակալների քայլելը եւ առաջադրանքների միջև կարճ հանգիստ ընդմիջումներ անելը կարող են իապես բարելավել հոգեկան դրությունը։ Ինչ է ստացվում։ Ստացվում է լռությունը բուժում է, այնպես որ մտածեք ձեր անելիքների մասին եւ լռությամբ բուժեք ձեր ներքին աշխարհը։ Իսկ հիմա պատմեմ պատմություն։ Գերմանիայի Դաշնությունում ուրեմն կան ամուսիններ, որոնք որ 56 թե 58 տարի իրար հետ ապրել են։ Եվ գաղտնիքը ինչումն է։ Ամուսնանալուց 1 թե 1.5 տարի հետո ամուսինը ընկնում է ուրեմն ավտովթարի մեջ եւ կորցնում է լսողությունը եւ խոսալու ունակությունը, դառնում է խուլ համը։ Դե տենց կապրեն։ Անցնում են տարիներ եւ տիկինը իմանում է, որ 54 կամ 56 տարի ամուսինը իրեն խաբել է, նա ամեն ինչ լսում էր եւ կարողանում էր խոսել, բայց դրանք համերաշխ ապրել են, իսկ հետո որ պարզվել է այդ ամեն ինչ, ամուսինը ասել է դե ես ընտրել եմ, որ լավ է էլի, որ ասում չեմ խոսում, կնոջս բան չեմ ասում, իր ասածները չեմ լսել երբեք։ Բայց իրականում ամեն ինչ լսել է եւ կարողացել է խոսել։ Դրա համար միգուցե պարբերաբար պետք չի 54 տարի լռել, բայց պարբերաբար կարելի է լռել եւ իսկապես եթե կին եւ տղամարդ հարաբերությունների մեջ ես համարում դա իմ անձնական կարծիքն է, որ ձեր հանգստության համար սիրելի տղամարդիկ ավելի շատ դուք լռեք, խորհուրդ եմ տալիս։ Ես համամիտ եմ տղամարդկանց Ես կանանց խորհուրդ չեմ տալիս լռել գոր։ Կանայք չեն կարալ, տղամարդիկ կարում են լռել, իսկ կանայք ոչ։ Անցնենք առաջ եւս մեկ լուր, որը մեկ քաղցած մնալը դասական սննդակարգերից ավելի արդյունավետն է եւ օգնում է նիհարել։ Մասնագետները շարունակում են մտածել արդյունավետ նիհարելու տարբերակների մասին, բայց գիտնականները զգուշացրել են, որ նման սննդակարգի դեպքում մասնակիցների շրջանակում միջին քաշի կորուստը կազմելու է մոտ 1-ից 1.5 կիլոգրամ, ինչը բավարար չէ կլինիկորեն նշանակալի ազդեցության մասին խոսելու համար։ Բացի դրանից ոչ մի սննդակարգ չի բարելավել արյան մեջ շաքարի կամ լավ խոլեստերինի մակարդակը։ Հետազոտություններն ընդգծում են, որ ստացված տվյալները չեն ենթադրում անմիջապես օրեցօր քաղցած մնալու հանրարարականը։ Արդյունքները ցույց են տալիս, որ նման ռեժիմը կարող է օգտագործվել որպես արդյունավետ քաշի կորստի գործիքներից մեկը։ Սակայն ցանկալի կլինի համապատասխան ռազմավարություն ընտրել եւ հետևել դրան բժշկի հսկողության ներքո։ Ну պետք չի մեկ օր այսքան ուտել, հետո մեկ օր մթոմ հաց շուտել։ Եկեք ընդհանրապես բալանսավորված սնվել։ Այո, աշխատենք ուտել այնքան, որ ֆրանսիացիք ինչպես են ասում, ասում են սեղանից պետք է մի քիչ քաղցած բարձրանաս։ Իսկ մենք ինչ ենք ասում գոր։ Իսկ մենք ասում ենք հացը ապսեն մաքրի, թե չի ապագա տիկինը տգեր կլինի։ Երեխան տենց ուտում ամեն ինչ։ Ես շատ լավ առիթ եք երանալու համար։ Լավ անցնենք առաջ, քանի որ խոսում ենք սննդակարգից, առողջ ապրելակերպը ամեն առավոտ մեզ օգնում է լինել ել ավելի առողջ, ճիշտ սնվել, հենց դա է թեման, ինչի մասին ուզում եմ հենց հիմա խոսել։ Ամառը հիանալի սեզոն է միրգ բանջարեղենով սննդակարգին անցնելու։ Մենք այս առավոտ կպատմենք սեխի մասին ու ինքներդ որոշեք օգտագործել այն ձեր սննդակարգում թե ոչ։ Դիտենք տեսանյութը։ Համու բանան չի օգտագործել։ Բայց արի տեսնենք թե ել ինչ հատկություններ ունի։ Ձմերուկ թե սեխ։ Ձմերուկ թե սեղ, ձմերուկ։
Իսկ ես սեղ։ Հա, իսկ ես ձմերուկ։ Իդեալական ընկերներ կարող ենք լինել, որտեվ Ձմերուկն ու սեղը։ մեկը ձմերուկ ուտի, մյուսը կուտի սեղ։ Գնացինք։ Սեղ, ձմերուկ, իմբիր, պաղպաղակ, ամր սեղ ունեք կտրեք կերեք էլ է, ինչ եք խառնում բոլորը իրար։ ինչ եք իրար հետ խառնում։ Բայց այն առողջար է։ Առողջար, լավ, ներողություն, ուրեմն խառնեք իրար։ Առողջարար գովազ շանթի եթերում, գովազդ հետո կունենանք շատ հետաքրքիր եւ պոզիտիվ հյուրեր մեր տաղավարում։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք գովազդից հետո եւ ինչպես որ խոստացել ենք, մեր տաղավարը արդեն լի է հետաքրքիր եւ բացառիկ մարդկանցով եւ ժամանակն է բացել համ փակագծերը, համ կադրը, որ բոլորը Երևան չէ։ Այս օրերին Հայաստանում են հավաքվել արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից, հավաքվել են ավելի լավ ծանոթանալու մեր երկրի ու մշակույթի հետ, ինչպես նաև իրենց մշակութային առանձնահատկությունների մասին պատմել մեծ հայերից։ Մեր տաղավարում են արդեն յուրօրինակ այս արվեստագիտական հարթակի ներկայացուցիչները Զարուհի Կարապետյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի մշակութային ծրագրերի համակարգող, Շիմա Շամհոմադին, երաժիշտ Իրանից, նաև Ֆանի Ալիզոն, տեքստիլ նկարիչ, Ֆրանսիայից Մարի Հանե, դերասանուհի Գերմանիայից, այնպես որ կարծում եմ բոլորի անունները ճիշտ կարդացի։ Hello girls, welcome to Armenia. Զարուհի, երևի թե սկսենք ձեզանից։ Պատմեք, թե ինչ մշակութային օրեր են։ Անգլերեն ասեի, բայց հասկացա, որ բոլոր իմ իմացած բառերն ելին արդեն օգտագործվում։ Օրինակ, ինչ գիտեք։ Դե այդ բոլոր այդ բառերը։ Չէ, չի կարելի ասել կանանց ներկայությամբ ուրիշ բաներ, որ ես գիտեմ։ Դրա համար Hello girls, welcome to Armenia։ Okay, այդ ես կար։ Welcome to Shant։ Շանթը գիտեք անգլերեն։ Այո։ Եկեք հասկանանք սա ինչ նախագիծ է եւ ինչ է տալիս մեր երկրին եւ ոչ միայն մեր, փաստորեն մենք համ վերցնում ենք, համ էլ տալիս ենք։ Այո։ Նախագիծը սկսել է իրականացվել 2023 թվականից, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ 2023 թվականին հյուրընկալել էինք արվեստագետներ Իրանից եւ Վրաստանից, որպեսզի հնարավորություն ընձեռենք ծանոթանալու, իրենք ծանոթանան մեր մշակույթին եւ ներկայացնեն նաեւ իրենց եւ արվեստը եւ մշակույթը մեր երկրում Հայաստանում։ 2024 թվականին տեսնելով, որ եվրոպացի արվեստագետների կողմից հետաքրքրությունը բավականին մեծ է Հայաստանի եւ տարածաշրջանի նկատմամբ, որոշեցինք ընդգրկել նաեւ եվրոպացի արվեստագետների եւ հյուրընկալեցինք Շվեյցարիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից արվեստագետների, այդ թվում նաեւ Իրանից եւ Վրաստանից։ Իսկ այս տարի արդեն 2025 թվականին ավելի ընդլայնել ենք աշխարհագրությունը եւ արվեստագետներ ունենք թե Գերմանիայից, նաեւ ինչպես նաեւ Չինաստանից։ Այսինքն այս տարի հյուրընկալել ենք 6 արվեստագետ 6 երկրներից, ովքեր հանդես են գալիս աշխատարաններով, վարպետության դասերով, հանդիպումներ են ունենում տեղի արվեստագետների հետ, երիտասարդների եւ երեխաների հետ։ Մեր հյուրերը անցկացնում են արվեստի տարբեր ուղղությունների աշխատարաններ, օրինակ Ֆանին անցկացնում է տեքստիլ նկարչության աշխատարան եւ աշխատարանի արդյունքում երեխաների հետ ստեղծել են ապլիկացիայի տեխնիկայով, գոբելենի տարբեր տեխնիկաներով կարպետ մեծ, որը ցուցադրվելու է այսօր։ Շիման աշխատում է Գեղագիտության ազգային կենտրոնի ազգային նվագարանների երաժշտական դպրոցի սաների հետ եւ միասին ստեղծել են Շիմայի մշակմամբ այսօր ներկայացնելու են հայ-իրանական եւ եվրոպական երաժշտության համախմբում մեր ազգային երաժշտական գործիքներով Շիման էլ ինքը նվագում է ղեյչակ երաժշտական գործիքը իրանական եւ ներկայացնելու են հայ եւ իրանական ազգային նվագարաններով ներկայացնելու են այդ 3 տարածաշրջանների երկրների մշակույթի երաժշտության միջոցով։ Մարին անցկացնում է թատրոնի եւ կատարողական արվեստի աշխատարան մեր երիտասարդների եւ երեխաների հետ, ներկայացնում է թե ինչպես կարելի է թատրոնը ավելի զարգացնել, ավելի ժամանակակից թատրոն ինչպես է աշխատում տարբեր առաջադրանքների պրակտիկ վարժությունների միջոցով զարգացնում է երեխաների գիտելիքները թատրոնի նկատմամբ։ Ունենք արվեստագետ Չինաստանից, ով անցկացնում է այստեղ օդապարուկների աշխատարան, երեխաներին սովորեցնում է թե ինչպես են պատրաստում օդապարուկներ, չինական հին արվեստ եւ ինչպես կարելի է օդապարուկները թռցնել։ Իտալիայից ունենք արվեստագետ, ով անցկացնում է ժամանակակից պարի աշխատարան երեխաների եւ ուսանողների հետ եւ
Վրաստանից մեր հյուրը թատերագրություն է դասավանդում երեխաներին եւ անցկացնում ստեղծագործական գրագրության աշխատարան։ Բոլոր աշխատարանները յուրովի են եւ արվեստագետները ընտրվել են այն սկզբունքով, որ ինչ որ բան այստեղ տան մեր երեխաներին եւ երիտասարդներին եւ կարողանան նաեւ վերցնել եւ հուսով ենք եւ արդեն իսկ համոզված ենք, որ մեր առաքելությունը իրագործված է, որովհետեւ թե արվեստագետների, թե աշխատարանների մասնակից երեխաների կողմից նման արձագանք կա, որ բավականին օգտակար էր երկկողմանի, թե արվեստագետների համար, թե աշխատարանների մասնակիցների համար։ Եվ նաև նշանակալի այն փաստը, որ արվեստագետները մասնակցում են մեկը մյուսի աշխատարաններին եւ նաև այդ միջմշակութային կապն է ապահովում միմյանց միջև, ծանոթանում են թե որ անձնապես, թե որպես արվեստագետ, թե որպես երկրի ներկայացուցիչ եւ այդպիսով ապահովում մշակութային խաչմերուկ։ Լավ, մեր հյուրերին նաև խոսքի իրավունք տանք, չէ՞ որ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ որ յուրաքանչյուրս խոսքի իրավունք ունի։ Ես ուզում եմ հարցնել, ինչով զարմացրեց Հայաստանը ձեզ։ Դե թարգմանեք։ What did Armenia surprise you with? Զարմացած հարցը։ Տանը բոլորը զարմացան։ Դες մի անգամ մնալուց խոսեցիք։ Բարև։ It has been my third time to Armenia, and every time I pass everywhere, I see an eye-catching icon with a simple thing, and I really love that Armenian people take simplicity and joy each day in each small things in their life. I think they embrace their life with that, and it's very warming and nice. Thank you. Բարև ձեզ։ Ես արդեն երրորդ անգամ եմ Հայաստանում եւ ամեն անգամ ինչ որ տեղով անցնելուց ամեն մի փոքր բանը նկատելուց ինձ համար դա մեծ տպավորություն է եւ նկատում եմ թե ինչպես են հայերը, ինչ ուրախ են եւ ինչպես է ամեն մի օրը, ամեն մի վայրկյանը իրենց համար ուրախությամբ լցված եւ ինչպես են ուրախությամբ ընդունում ամեն ինչը։ Ես ֆպարտանում եմ եւ ուրախ եմ թե ինչքան լավ եք կարողանում ներկայացնել այն ամենը, ինչ ունեք։ Ես դու մեզ Այ ինձ հետաքրքիր է որ Բայց սպասի բոլորը պատասխան, դուք ուզում եք բոլորը պատասխանել, sorry. Բարև ձեզ. It's going to be different, but what surprised me a lot was the coffee machine everywhere. The coffee երկին ենք։ And even in beautiful, and when you have a beautiful view and it's very wow, and then coffee machine. It's I think it's a detail that I will remember, and also the flowers everywhere in Yerevan and in other regions, and I love that atmosphere. Thank you. Մի փոքր կտարբերվի պատասխանը, ինձ շատ զարմացրել են սուրճի մեքենաները տարբեր վայրերում, օրինակ կարող ես քայլել, տեսնել մի շատ գեղեցիկ տեսարան եւ տեսնել այնտեղ դրված սուրճի մեքենա։ Մենք սուրճի սիրում ենք։ Եվ նաեւ ինձ շատ մեծ հաճույք է պատճառում տեսնել թե ինչքան ծաղիկներ կան Երևանում եւ ամբողջ Հայաստանում, Երևանում եւ տարբեր մարզերում, շատ հաճելի է տեսնել։ Ծաղկասեր ազգ ենք մենք։ Ծաղկասեր եւ կոֆեասեր։ Սրճա ծաղկասեր։ Так. For me, it's maybe not a detail. You were pointing out little things, but I was just surprised in general by the rich culture, all the museums, all the things I didn't know about before I came here, and all the creativity in the kids that we were working with, and the students, and the people I get to meet throughout the last days. Իմ պատասխանը կլինի մի քիչ ավելի համընդհանուր, ինձ զարմացրել է ամեն ինչը եւ ձեր հարուստ մշակույթը, այն թանգարանները, որտեղ այցելել ենք եւ որոնց մասին ես չգիտեի մինչեւ հիմա այստեղ գալը, ձեր ստեղծարար միտքը երեխաների եւ ուսանողների հետ աշխատելուց նկատեցի, թե ինչքան ստեղծագործ են նրանք, հարուստ մշակույթ։ Շնորհակալություն։ Զարի փորձի փոխանակում ամբողջ նպատակը դա է։ Իննա նախատեսված է շատ ավելի երեխաների համար, ուսանողական կազմի համար, թե նաև օրինակ աղջիկները հանդիպել են մեր պրոֆեսիոնալ դերասաններին կամ ռեժիսորներին կամ երաժիշտներին, միգուցե այդտեղից են ստեղծվել նոր երաժշտական նկարիչներ, համագործակցություններ, թե սա ավելի այսպես ուսուցողական ծրագիր է ուսանողական միջավայրում։ Հիմնական բաղադրիչը ծրագրի կրթական բաղադրիչն է, որպեսզի իրենք աշխատարաններով հանդես գան եւ
դասավանդել մեր երեխաներին եւ ուսանողներին, բայց իհարկե շատ կարեւոր է նաեւ ապահովելու այդ կապը եւ ստեղծելու հետագա համագործակցություններ, ինչի համար բնականաբար իրենք հանդիպումներ են ունենում արվեստագետների հետ, օրինակ Մարին այցելում է թատրոններ, հանդիպում է թատրոնի ռեժիսորների հետ, դերասանների հետ է հանդիպումներ ունեցել։ Հիմնականում հանդիպումները սկսում են Գեղագիտության ազգային կենտրոնի մասնագետներից, քանի որ մեզ մոտ գործում է արվեստի բոլոր ուղղությունները, մենք ունենք բոլոր ուղղության մասնագետներ, իրենք հանդիպում են թե Գեղագիտության ազգային կենտրոնի մասնագետների հետ, թե նաև այլ մասնագետների հետ։ Շիման հանդիպել է բազմաթիվ երաժիշտների հետ հանդիպումներ է ունեցել, նույնիսկ համատեղ երաժշտական համարով են ներկայացել տարբեր մարզերում, օրինակ Գորիսի ժողովրդիկների անսամբլում է հանդես եկել, Վանաձորում ենք գնացել երաժշտական դպրոց, այնտեղ է հանդիպել երեխաների եւ երաժիշտների հետ, մասնագետների։ Ֆանին օրինակ հանդիպել է շատ կերպարվեստի ուղղության եւ օրինակ կարպետագործության մասնագետների հետ, գոբելենագործության մասնագետների հետ, այսինքն այդ բացի երեխաների եւ ուսանողների հետ աշխատելուց բնականաբար իրենք նաեւ հանդիպումներ են ունենում մասնագետների հետ, տեղի մասնագետների հետ, այդ փորձի փոխանակումը ապահովելու եւ հետագա համագործակցություններ սկսելու համար։ Ես հարց ունեմ Շիմային, արդյոք նա զգում է, որ մեր երաժշտությունը եւ իրանական երաժշտությունը նույն ակունքներից է, թե տարբեր են նրանք։ Shimajan, do you feel that Iranian and Armenian music have the same roots, or they have differences? Sure. We have many folk songs that I hear here, and I remember we had it in our country, and vice versa. When I went to my country, I play some songs. I say, oh, it's so similar to that Armenian songs. We have basically the same roots. Yes. Իհարկե, օրինակ, երբ էստեղ ինչ-որ հիմնականում ժողովրդական երգերի մեջ, երբ էստեղ ինչ-որ ժողովրդական երգ եմ լսում, միանգամից մտաբերում եմ, թե Իրանում մենք ինչ նմանատիպ այդ նույն երաժշտական ժողովրդական երգ ունենք եւ հակառակը։ Իրանում լսում եմ ինչ-որ ժողովրդական երգ եւ մտաբերում եմ, որ Հայաստանում դա եւս լսել է եւ հետեւաբար այո, մենք շատ նմանություններ ունենք եւ գալիս են նույն ակունքներից մեր երաժշտությունները։ Իսկ ծանոթանալով հայկական երաժշտության հետ, գործիքների հետ, որ գործիքն է, որ շատ այսպես Շիման սիրել է եւ առանձնացրել է իր համար։ What musical instruments is very special for you, Armenian music instrument? I love all the traditional ones, but duduk. Duduk. Yes. And it was very nice because every orchestra, traditional orchestra I went, you were shocked at how easily we can join together because the instruments are basically the same too. Ինձ համար առանձնահատուկ դեր ունի դուդուկը եւ շատ հետաքրքիր է, որ ինչքան նվագախմբերի հանդիպել եմ, երաժիշտների հանդիպել եմ Հայաստանում, մի շատ հեշտությամբ կարողանում ենք միասին նվագել եւ դա ցույց է տալիս այն, որ հայ-իրանական երաժշտական գործիքները շատ կապված են միմյանց հետ։ Ինձ հետաքրքիր է Մարին գալով Գերմանիայից Հայաստան, ինչ է այստեղ նկատել, որ թատրոնի որ մասն է մեր մոտ ավելի ամուր, ավանդականը, մոդեռնը, ինչ կարող է սովորել նա եւ տանի իր հետ իր երկիր, մեզանից, մեր թատրոնից ինձ։ Mari, coming from Germany, what did you notice? What is the strong point in Armenian theater, modern theater or traditional theater? What can you get from here and take it with you to Germany? First of all, I think I have to come back because I didn't get the chance to see a lot of performances. So it's hard for me to draw a comparison. I think in any case, in any country, a mix out of the traditional and the modern is always interesting. Նախ պետք է ասեմ, որ ես պետք է վերադառնամ անպայման, որովհետև չհասցրեցի շատ ներկայացումներ դիտել, հետևաբար չեմ կարող հստակ համեմատություններ անել հայ եւ գերմանական թատրոնի հետ կապված, բայց պետք է ասեմ, որ յուրաքանչյուր թատրոնում էլ ժամանակակիցը եւ ավանդականը միախառնված են։ And what I really want to take back with me is the need for translations. Because I was searching, hunting for translated even into English, translated theater plays, and I couldn't find many. So I think that's also one thing that really we can work on and bring Armenian theater to Germany and German theater into Armenia and start a conversation there. Եվ այն ինչ ինձ հետ կտանեմ Գերմանիա, դա հայ թատերագրության թարգմանություններն են, ինչի պակաս է այստեղ զգացի, շատ դժվարությամբ եմ կարողանում գտնել որևէ պիեսի թարգմանություն, որը կկարողանամ կարդալ եւ ինձ հետ տանել Գերմանիա, եւ վստահ եմ, որ կարող ենք հետագա համագործակցության միջոցով գերմանական թատրոնը բերել Հայաստան, իսկ հայկական թատրոնը թարգմանությամբ տանել Գերմանիա։ Հայ դրամատուրգներին ուզում են նաեւ բեմադրեն այնտեղ, որտեղ որ հետաքրքրված են։
Շատ բարի։ Так, եւ իհարկե հարց ֆանին ինչով է կերպարվեստը մեր տարբերվում, դա գույներն են, ոճն է եւ առհասարակ գոյություն ունի ֆանի համար ազգային կերպարվեստ, այսինքն ֆրանսիական, գերմանական, իրանական, հայկական, թե դա համաշխարհային է։ Funny is the art and painting or textile painting is like a global thing, or there are some differences in the nations? And what did you notice in Armenia? Some colors or some ornaments? Why Armenian painting was very unique for you? I think what I remember the most is like everything is very full with details. It's very rich in details. You have so many things to see, so many symbols, and even when the child they are drawing, they do a lot. You can see that it's very important here to do it like this. So I think there is a difference between Europe and Armenia, and I really loved all the many details, many colors, many things to see, and yes. Այստեղ նկատել եմ, որ ամեն կերպարվեստում ամեն ինչը շատ դետալային է, այսինքն նույնիսկ եթե երեխաները ինչ-որ բան են նկարում, սիրում են նկարել սիմվոլներ, տարբեր նախշազարդեր, իսկ դետալները շատ են մեր կերպարվեստում, ինչը տարբերվում է եվրոպական կերպարվեստից եւ դա ինձ շատ դուր է գալիս։ Իսկ նա նկատել է, այսինքն համեմատել է կամ տեսել է, որ նման են մեր զարդանախշերը, օրինակ կելտական զարդանախշերին, որը որ Ֆրանսիայի հյուսիսում հարկա է եւ մենք շատ դեպքերում չենք հասկանում դա մերն է, իրանցն է, ումն է, դրա ակունքները որ ունեն։ Խաչքարների վրա, մեր գորգերի վրա, կարպետների վրա շատ կան այդպիսի։ Fanny, did you notice any ornaments that have similarities with the ornaments of Celts, and that we can't understand whether it is ours or theirs? Celtic. Celtics. I don't really know Celtic culture. Sorry, I lived in Brittany, but I don't really know that. No, This is news. I think you can recognize some basic thing like sun but no, it is quite mysterious when you don't know. And I really want to learn all the symbol and to do like a catalog and in fact you can read. Because when you see it, you can't know what does that mean, but everything has a meaning. So for us, it's not easy to understand. Ցավոք սրտի կելտերի մշակույթին այդքան ծանոթ չեմ, իրենց մշակույթին եւ արվեստին չեմ կարող ասել նմանությունները եւ տարբերությունները, բայց յուրաքանչյուր զարդանախշ ունի իր տարբերությունը եւ ես ինքս էլ փորձում եմ ստեղծել պատկերագիրք, որում ներկայացված կլինի յուրաքանչյուր զարդանախշի նշանակությունը, որտեղ յուրաքանչյուր ունեն իրենց նշանակությունները։ Լավ, Զարուհի, այս մեծ միջոցառմանը, ինչպես հասկացանք, բավականին շատ երեխաներ, ուսանողներ են մասնակցել։ Կարող եք օրինակ ասել քանակային առումով ինչքան մարդ է մասնակցել, ինչ արդյունքներ եք արդեն գրանցել, եթե կարելի է այսպես գլոբալ նայել ծրագրին։ Ունենք այս պահի դրությամբ ծրագիրը դեռ չի ավարտվել, դեռ շարունակվում է, այսօր լինելու է ծրագրի ամփոփումը, վաղը մեր հյուրերը արդեն մեկնում են, իսկ այսօր կլինի ծրագրի ամփոփումը եւ մինչ այս պահը ունեցել ենք շուրջ 500 շահառու, ովքեր մասնակցել են նախագծին, թե աշխատարանների տեսքով, վարպետության դասերի, հանդիպումների, դասախոսությունների միջոցով, իսկ ծրագրի ամփոփումը լինելու է բաց դասի միջոցով, լինելու է երաժշտական համարի ներկայացում, թատերական համարի ներկայացում, ֆանի եւ երեխաների կողմից ստեղծված մեծ կարպետի, օթապարուկների թռցնելու միջոցով ենք ներկայացնելու երեխաներին ինչ օթապարուկներ են պատրաստել եւ նկարազարդել։ Յուրաքանչյուր ուղղությունը ներկայացվելու է տարբեր կերպ եւ այդպես լինելու է ծրագրի ամփոփումը։ Դա լինելու է վաղը, ինչպես արդեն հասկացան, այսօր։ Լինելու է այսօր։ Վաղը արդեն ժամանում են հյուրերը իրենց երկիր, այո, եւ բոլորը հետ են վերադառնալու միանշանակ, որովհետեւ արդեն կան թե Հայաստանի հետ կապված նախագծեր իրենց մտքում եւ նաեւ մեր կողմից առաջարկներ, թե միմյանց միջև համագործակցության առաջարկներ եւ համատեղ նախագծերի մտքեր, այնպես որ հուսանք, որ դրանք ապագայում կիրականացվեն։ Ինչ հետաքրքիր է, ինչ են տանելու իրենց հետ մեր երկրից, թե ֆիզիկապես դա խմիչք է, միրգ է, գիրք է, չգիտեմ, եւ ամենակարևորը հոգեպես, ինչ են իրենց հետ տանելու։ What will you take with you from Armenia to your countries physically and emotionally?
բարդ հարցեր եմ տալիս։ Some objects or Coffee. And the occasion. What about brandy? I have not tried. That's why coffee. Yeah, but I really like this occasion to get together before something happens and after something happens, and just to take a moment, take a coffee, connect, share some sweets. That's really the one thing I noticed. Before every workshop, before everything, before every performance, there's always coffee. And it's very different from Germany. I really like that. I will take it with me and I will force that onto my friends. Սուրճը եւ ձեր կողմից սուրճի նկատմամբ վերաբերմունքը, որովհետեւ ցանկացած ինչ որ իրադարձությունից առաջ կամ հետո պարտադիր ձեզ մոտ սուրճ խմելու արարողություն է, որովհետեւ ինձ համար աշխատանքը սկսելուց առաջ հետո tradition։ Յուրաքանչյուր աշխատանից առաջ, հետո ներկայացումից առաջ, հետո միշտ անպայման բոլորը սուրճ են խմում, հետո նոր սկսում ինչ որ բան անել։ Սուրճ, տակ։ I will take actually, we have many similar things in souvenirs, but this time, especially because we are in a bad situation, I will take the most joyful moments that I saw people in Armenia, in fountains, the children that were playing. I really love that. Last time, I took a suitcase of coffee. I still have them. I tried to make many Armenian coffee. Just one was good, the other so. I'm still trying. But for me, seeing people really enjoying small details of life, it's very nice. Maybe you don't notice because you live in here. If you go other states, not just for us. Yes, you will appreciate it a lot. So that's my gift. Քանի որ մեր հուշանվերների հարցում նմանությունները շատ են Հայաստանում եւ Իրանում, ես անցած տարի 1 ճամպրուկ սուրճ եմ տարել եւ կեսը դեռ ունեմ։ Ճիշտ է, ինչքան փորձում եմ պատրաստել, մեկ անգամ է որ լավ է ստացվել, բայց դեռ փորձում եմ։ Դրա համար ինձ հետ կտան եւ քանի որ այդ նման իրավիճակում ենք գտնվում, ինձ հետ կտանեմ այն բոլոր ուրախ պահերը եւ այն ուրախ իրավիճակները, որում եղել եմ։ Օրինակ երեխաները երբ շատրվաններում վազվզում էին, ուրախանում էին, այդ ամենը կտանեմ ինձ հետ եւ այն ուրախությունը, որ այստեղ է տիրում, դուք այստեղ ապրում եք հավանաբար չեք նկատում, բայց վստահ եմ, որ շատ բարձր եք գնահատում եւ գնահատելու այն ամենը, ինչ որ այս պահին ունեք։ Եվ Ֆանին լսենք։ And me, I will not bring homemade vodka because I couldn't have the chance to get it. But it is a very good memory of Goris region, I think. Գորիսի տնական օղին դե բարձ է արդեն։ And I will bring a lot of wool because I bought a lot of Armenian wool to do things when I come back. And I will bring a lot of warm memories of that way to be welcoming, to have huge tables, to be very peaceful. And I think, yes, it was a good experience to be very far from Europe and to understand more the difference and how it works, and I really enjoyed that. Ցավոք չեմ կարող տնական օղի ինձ հետ տանել, որը ինձ մոտ շատ լավ հիշողություններ է կապում Գորիս քաղաքի հետ, հնարավորություն չունեցա ինձ հետ վերցնելու, բայց շատ եմ հավանել, ինձ հետ կտանեմ բրդյա թելեր, որոնց այստեղ շատ եմ գնել եւ դրանք օգտագործելու եմ իմ հետագա աշխատանքներում, երբ վերադառնամ Ֆրանսիա, եւ տանելու եմ այն բոլոր ջերմ հիշողությունները եւ ջերմ պահերը, որոնք այստեղ ապրել եմ, այն մեծ սեղանները, որոնց շուրջ հավաքվել ենք եւ որոնց շուրջ մեզ հրավիրել են հավաքվելու եւ այն բոլոր ուրախությունները, որ միասին ապրել ենք եւ հրաշալի է գտնվել Եվրոպայից հեռու ու զգալ այն բոլոր տարբերությունները, որ մենք նկատեցինք։ And I will also bring Armenian words. Okay. Yes. Armenian words. Նաեւ հայերեն բառեր։ Մենք ձեզ ենք սիրում։ Շնորհակալություն մեր հյուրերին, իսկ մենք դիտենք գովաս եւ վերադառնանք ու շարունակենք մեր եթերը։ Գովազդը շուտ եկավ, չհասցրեցի խնդրանքս փոխանցել ԿԳՄՍ նախարարության մասնագետին, որ չէ որ ԿԳՄՍ այդ հապավում սպորտ բառն է կար։ Միգուցե մյուս տարի
Մեսին հրավիրեին որ դասեր տարներ երիտասարդներին։ Շատ թանկ հաճույքներից եք խոսում։ Կամ ջյուդոիստ Թեդի Ռիներին Ֆրանսիայից 10 անգամ աշխարհի չեմպիոն, եռակի օլիմպիական չեմպիոն։ Այդպիսի բաների մասին էլ է պետք մտածել եւ չհասցրեցինք ցավոք սրտի Շիմային մաղթենք խաղաղություն, առհասարակ Իրանին խաղաղություն ենք մաղթում եւ հուսանք որ Դոնալդ Թրամփի բառերը լոգ բառեր չեն եւ իսկապես ամեն ինչ խաղաղվի եւ մարդիկ վերջեվերջով իրար մանկոցելու տեղը սկսեն իրար հետ խոսել եւ զրուցել։ Մենք շարունակենք մեր խոսելը ձեր հետ եւ ժամանակն է խոսելու տեղը ճամփորդելու։ Այո, պատտվենք աշխարհի շուրջը ու գնանք եվրոպական մի փոքրիկ երկիր, որ գնալով ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում։ Գնում ենք Ալբանիա, այն գտնվում է Բալկանյան թերակղզու արևմտյան մասում, Ադրիատիկ ծովի եւ Հոնիական ծովի ափին։ Մայրաքաղաքն է Տիրանան։ Գիտենք տեսանյութը, շրջենք եւ վերադառնանք ու շարունակենք մեր եթերը։ Ինչ-որ մեկը բացահայտի իր համար արծիվների երկիրը։ Այն ինձ համար գիտես գոր մի փոքր ավելի վտանգավոր է թվում, որովհետև երբ որ շատ կարդում ես ու շատ նայում ես, մի փոքր Ալբանիայում այսպես վտանգավոր էր, ինչ որ մի ուրիշ աշխարհ, բայց ինչպես նշեցինք, վերջին շրջանում այն շատ այսպես տուրիստական է դարձել։ Ալբանիան հասկացավ, որ պետք չի փակ մնալ Եվրոպայի եւ աշխարհի համար եւ այն կարծրատիպերը, որոնք որ մենք կամ շատ-շատեր ունեն Ալբանիա եւ ալբանացիների մասին, ինչ որտեղ ճիշտ, ինչ որտեղ սխալ, փորձում են հիմա նրանք կոտրել։ Գնանք բացահայտենք Ալբանիան։ Վերադարձանք Ալբանիայից։ Լավ երկիր էր։ Երևի գնանք։ Գարիկը գնացել է Պապուային Միգրելիվ։ Գարիկը Պապուային գնացել, բայց ես չեմ գնացել գոր։ Ամբողջ աշխարհը բացված է ձեր առջևն էլի։ Շնորհակալություն գոր։ Ձեզ սպասում են բոլոր երկրներում։ Ճանաչում են ինձ ընդ։ Անշուշտ։ Դիտում են մեզ։ Օ՜։ Մեր դեր Instagram-յան էջը։ Instagram-ից էջը գիտես։ Ալբանացի են։ Բոլորը։ Այս պայն գովա շանթի եթերում, եթե դուք ձեր համար չեք բացահայտել էլի Instagram-յան էջը, բացահայտեք։ Անպայման խնդրում, ես շատ ֆոլովերների կարիք ունեմ։ Փնտրեք Instagram-յան էջը։ Շնորհակալություն գոր։ Գովաս շանթի եթերում։ Ես հիմա մտածեմ, թե այս լավության տակից ոնց դուրս գամ։ Տիրանիսյո։ Միջ գովաստ կգնա շանտում։ Տիրանիսյո։ Պլյուս ժելե։ Պլյուս ժելե։ Գովաս շանթի եթերում։ Ովքեր դեռ չեն հասցրել follow տալ, ինձ խնդրում եմ անպայման չմոռանաք այս թեմայի շուրջ։ Չեմ ասյանում։ Դու 10,000 հոգով ամենատարես։ Գոր ես անպայման օրվա երկրորդ կեսին կկիսվեմ ձեզ հետ իմ թարմարություններով, իսկ մենք հիմա անցնենք առաջ եւ ներկայացնենք մեր շատ հետաքրքիր հյուրերին։ Վայոց ձորի մարզում է գտնվում Ռինդ գյուղը։ Այն անմիջապես հայ-ադրբեջանական շփման գծին է գտնվում։ Ռինդ նշանակում է գեղեցիկ, գրավիչ եւ հպարտ։ Եվ ահա գյուղի բնակիչները որոշել են իրենց գյուղի ամբողջ գեղեցկությամբ ու գրավչությամբ կիսվել ուրիշների հետ։ Կազմակերպվում է Տադի Շորվա ամենամյա մշակույթային փառատոնը, ինչի մասին այսօր զրուցելու ենք, քանի որ մեր տաղավարում են Սյուզան Մարգարյանը, Արենի համայնքային զարգացման հիմնադրամի տնօրեն, եւ Արմինե Վարդանյանը, Արենի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ։ Բարի առավոտ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Նախ շնորհակալություն, որ այդքան ճանապարհ եք կտրել, եկել եք հասել եք մեզ մոտ։ Երկրորդը ես շատ ուրախ եմ, որտեղ մի քանի օր առաջ ես եւ Նելին հիշում ես, որ Մեղրաձորի մասին խոսում էինք, ասում էի, որ ես շատ կուզեմ, որ յուրաքանչյուր հայկական գյուղ, բնակչություն ինչ-որ մի բան ստեղծի, որ հետաքրքրություն լինի իր գյուղի շուրջ եւ ահա այսօր մենք ունենք հյուրեր, որոնք պատմեն թե ինչ է տեղի ունենում Ռինդի շուրջ եւ ինչ է նշանակում Տադի Շորվա, ինչի շուրջ։ Այո։ Նախ շնորհակալություն մեզ այս հարթակը տրամադրելու համար եւ մեր փառատոնի մասին հնարավորություն տալու, խոսելու։ Մի փոքր նվերներ ունենք ձեզ։ Ես պոլի չուզում եմ զգում։ Այո։ Ես մենք կարող ենք ամբողջը հետևում անել։ Ես unboxing եմ անում, գորդում մի քիչ unboxing ես չգիտեմ ինչա դա։ Ոնց չգիտես։ Այո, բացում ցույց եմ տա։ Հասկացա, unboxing։ Ես էլ կանեմ։ Ես unboxing եմ անում։ Տա-տա-տա։ Ես էլ ունեմ սրանից։ Օ, այն սիրուն է։ Այո։ Հասկացա։ Գյուղ Ռինդ, ահա։
Տադի շորվա։ Այսինքն բոլոր մասնակիցները պիտի ունենան այս շապիկները, ճիշտ Այո, հասկացա։ նախընտրելի է, որ ունենան շապիկները տեղում իհարկե։ Տատի է ստերոյդը։ Այո։ Շորվա տատին, էլի։ Շորվա տատին։ Իսկ ինչա շորվա։ Շորվա դա ապուր է, հին հայերենով ենք, հա։ Մենք շորվա հին հայերը ապուրին են ասում շորվա։ Այսինքն տատիկի սուպ, էլի։ Տատիկի ապուր, հասկացա։ Ինչպես նշեցիք, Ռինդ բնակավայրում է անցկացվելու փառատոնը, Ռինդ բնակավայրը գտնվում է Վայոց-Ձորի մարզում, ամենագեղեցիկ վայրերից մեկում, ճանապարհից միշտ երևում է եւ մարդիկ ինչի՞ չեք թեքվում, այ հիմա պիտի թեքվեք արդեն։ Դեկերին։ Այո, եւ տատի շորվա փառատոնը նոր զբոսաշրջային պրոդուկտ է Արենի համայնքի համար։ Անցած տարվանից ենք անցկացնում ենք այս փառատոնը, երկրորդ տարին է որ անցկացնում ենք, անցած տարի որպես առաջին տարի փառատոն։ Սննդի հետ կապված է այդ փառատոնը։ Ընդհանուր առմամբ ոչ միայն սննդի, սա մեր Արենի համայնքի պատմամշակութային ժառանգության կարծես համալիր լինի։ Մենք ուսումնասիրություն ենք արել 5 ամիսների ընթացքում, վեր ենք հանել Արենի համայնքի պատմամշակութային ժառանգություն, խոհանոց, ավանդական խաղեր, հեքիաթներ, ծեսեր, եւ որպեսզի այս ամբողջ ժառանգությունը չլինի ինչ որ մի դարակում դրված, որոշեցինք, որ պետք է ունենանք փառատոն, որտեղ կներկայացնենք Արենի համայնքի ողջ գեղեցկությունը։ Այսինքն դա սնունդ, պար, երգ, խաղեր ավանդական, Այո, այն ամենը ինչը կապված է մշակույթի հետ, հատկապես հենց համայնքի, Արենի համայնքի։ Ահա։ Երբ է տեղ ունենում, ինչպես մարդիկ կարող են գան հասնել։ Փառատոնը այս տարի տեղի է ունենալու հունիսի 28-ին, սկիզբը լինելու է 16:00-ից, շարունակվելու է մինչև 10:30։ Մինչև խարույկները։ Այո։ Ովքեր կարող են մասնակից դառնալ։ Մասնակից նկատի ունեք այցելուներ, բոլորը ազատ է բոլորի համար, այո, ունենալու են։ Պետք է ունենալ Ռինդի գրանցում։ Իհարկե, ես չունեմ։ Ունենք մոտ 40-ից ավելի տաղավարներ, որտեղ ներկայացվել է։ Դա գյուղի կենտրոնում է տեղ ունենում։ Այո, կենտրոնական հրապարակում երկկողմանի փողոց է, այգի կա այդտեղ եւ ունենալու ենք բեմ։ Այն որ միշտ այնտեղ դեղց են վաճառում սովորաբար, մարդիկ։ Դու գնալու եք։ Ես գնացել եմ Ռինդի Բայց մի քանի անպայման գնացեք այս միջոցառմանը, ամեն ինչից տեղյակ եք։ Չէ, դե որ տեղյակ լինեմ, ինչի եմ գնում։ Պետք է անտեղյակ լինես որ գնաս։ Պետք է տեղյակ լինել գյուղից ից թվում որ գնաս։ գնաց առաջ գոնե Սա շաբաթ օր է, այո, ինչու ոչ։ Շաբաթ օր, գալի ընտանիքին վերցնել եւ գնալ Ռինդ գյուղ։ Այո, մենք սիրով կսպասենք ձեզ։ Իսկ եթե չգնաս, գոր, հրապարակ է լինել։ Եթե չգնամ, էլ չեմ կարող գնալ Ռինդ գյուղ, կողմը չեմ կարող։ Так, ուրեմն իսկ եկեք մանրամասնենք, ինչ է ծրագիրը, այո, ինչ է լինելու, ինչ են մարդիկ ուտելու, ինչպես է դա տեղ ունենալու, ինչ են բարելու, ինչ են երգելու, չգիտեմ։ Բարելու ենք ժողովրդական, ավանդական, ազգագրական երգեր, երգերի ներքով, այո։ Ունենք հրավիրված երգիչներ, այս տարի ունենք նաև հրավիրված հյուր Սեդրակ Մամուլյանն է մեր հյուրը լինելու։ Մամուլյանն է, որը որ Վայոց Ձորի խոհանոցի մասին արդեն գիրք ունի, այո, գրված, այո։ Եվ պարոն Մամուլյանը ի դեպ այդ գրքի հիման վրա պարոն Մամուլյանի հետ մենք նաև համագործակցության փորձ ունենք, Արենի համայնքապետարանի կողմից կազմակերպվել են խոհարարական դասընթացներ հյուրատնային բիզնեսով զբաղվող խոհարարների համար 5 օրյա դասընթաց ենք ունեցել եւ պարոն Մամուլյանը սովորեցրել է մեր խոհարարներին, թե ինչպես պետք է պատրաստել ավանդական հայկական մոռացված ճաշատեսակներ։ Իսկ կա ինչ-որ ճաշատեսակ, որի համար մարդիկ պետք է ամեն ինչ թողեն, գան Ռինդ կամ Վայոց Ձոր կամ Արենի համայնք, որ ասեք, որ սա մեն է, օրինակ Գյումրվա քյալը բոլորը գիտեն, որն է ձերը։ Այո, փառատոնի գլխավոր կերակրատեսակը, որից օգտվելու են բոլոր մասնակիցները անխտի, դա հենց տատի շորվան է, տատիկի ապուրը, որը իրենից ներկայացնում է մասուրով եւ Ձեր գդալներով պետք է գաք։ Մասուրով եւ սպիտակա բանջարով, շատ համեղ, որը մանկության քթված համ ունի եւ հագեցնում է համ ծարավը, համ շոքը։ Ոնց որ ես էլ գնամ ընտանիքից։ Ամսի 28-ին, այո, տալի շորվա ուտելու։ Մեծ փաստորեն կացանի մեջ։ Այո, մեծ կացաներով, որը հյուրասիրություն է լինելու մասնակիցների համար։ Եվ պատրաստվելու է տատիկի կողմից։
Ով է այդ տատիկը, ինչպես է կընտրել նրան։ Նուշիկ տատիկը, այո, շատ այսպես բաղադրատոմսերուի կարծես, այո, կրիչ լինենք, նաև շատ խոսքաշեն տատիկ է, այսպես շատ լավ կարողանում է ներկայացնել ու շատ համեղ է պատրաստում։ Իրականում մենք նախորոք պատրաստել ենք, փորձել ենք Նուշիկ տատի եփած մասրով։ Կաստինգ են անցել տատիները, Իմիջիայլոց մենք հոլովակ ունենք Facebook-յան եւ Instagram-յան հարթակներում, հետաքրքիր է կարող է դիտել, թե ինչպես է Նուշիկ տատիկը պատրաստում հենց այն ապուրը, որը որ համտեսելու ենք տատիշորվա փառատոնի օրը։ Ինչ եք մտածում եւ ինչ եք կարծում, ամենօրյա է դառնալու, ամենամյա է դառնալու փառատոնը եւ քանի տարի անց արդեն պլանավորել եք, որ դա դառնալու է արդեն այնպիսի բան, որ անգամ պետք չի դրա մասին լինելու խոսել, մարդիկ արդեն կգան։ Ճիշտ ասած, քանի որ Արենի համայնքը ինքը փառատոնների կազմակերպման բավականին մեծ փորձ ունի եւ Գաթայի փառատոնն է անցկացվում Արենի համայնքում եւ Գինու փառատոնը, ուստի մեր եւ համայնքապետարանի եւ Արենի համայնքային զարգացման հիմնադրամի նպատակներից մեկն էլ հենց այս փառատոնը դարձնել ամենամյա։ Անցած տարի օրինակ ունեցել ենք 3000-ից ավելի այցելու եւ կարծում եմ, որ առաջին տարվա համար դա բավականին մեծ թիվ է ու թիմ ունենք շատ լավ, բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ, թե ինչ կլինի, ճիշտ ասած մի քիչ կվախենամ կանխատեսումներից, քանի որ ինքը տուրիզմը մի քիչ այսպես ոչ կայուն, ոլորտ է, բայց ամեն դեպքում բայց պլանավորում ենք, իհարկե, օրինակ անցած տարի հունիսից չասեմ, բայց օգոստոսից սկսած արդեն պլանավորում ենք, թե այս տարի ինչ ենք ունենալու։ Եվ վերջով այս բոլոր փառատոնները եւ պլանավորումները նաեւ թույլ են տալիս զարգացնել համայնքը եւ օրինակ երբ որ ես Գինու փառատոնի ժամանակ այդտեղ փորձում եի անցնել, ես գնում եի դեպի հարավ եւ իրականում խնդիր էր եւ ես ասացի, որ միգուցե այս խցանումները, այս պահին այստեղ այսքան մարդկանց քանակությունը վերջով համապատասխան վայրերի գլխներին կհասնի, որ մենք պետք է եւս մեկ ճանապարհ ունենանք ել ավելի մեծ հրապարակ, որ այդպիսի բաներ կազմակերպենք։ Այնտեղ Մոմիկի եկեղեցին կա, շատ գեղեցիկ, այնտեղ արխիվում տարածքներ կային, բայց այդ լոգիստիկայի խնդիրները որ լուծվեն եւ միգուցե օրերից մի օր այդ հարցերը լուծվեն։ Այո, այս տարի իհարկե, եթե անցած տարի եք եղել Գինու փառատոնին, իսկապես այս տարի արդեն ունենք ճանապարհներ, մի ամբողջ թաղամաս էլ այսպես վերականգնվել, պատմական թաղամաս, եւ այդ թաղամասից փողոցներ կլինի, որ կհատկացվի Գինու փառատոնին, բայց նաեւ մի այսպիսի այլ բան ենք մտածել փառատոնը ամենամյա դարձնելու համար, ունենք եւս մեկ տուրիստական պրոդուկտ, դա Ռինդում գտնվող Վիմափոր եկեղեցի ունենք եւ այդտեղ քայլուղի ենք կառուցել, զբոսաշրջային քայլուղի, երկու քայլուղի, ընդհանուր 4 կիլոմետր երկարությամբ, փորձել ենք կապել փառատոնի հետ ամսի 27-ին ուրբաթ օրը ունենալու ենք ուխտագնացություն դեպի Ռինդի Վիմափոր եկեղեցի, 28-ին էլ արդեն մեր փառատոնը, այսպես որպեսզի զբոսաշրջիկին պահենք Ռինդում կամ Արենի համայնքում, Հիմա այս երկուսը կապելով փորձում ենք պահելու համար ինչ ունենք։ Ունենք հյուրանոցներ, հյուրատներ, քանի որ Արենի համայնքը արդեն իսկ զբոսաշրջության ոլորտում բավականին մեծ փորձառություն ունի եւ հենց Արենի բնակավայրը եւ կողքի գյուղերը արդեն իսկ խորանում են այս ոլորտի մեջ եւ կարծում եմ, որ նման փառատոնները զարգ են տալու նաեւ туриզմի զարգացմանը հենց այս ոլորտով։ Դա էլ է շատ կարեւոր, իսկապես, որ յուրաքանչյուր համայնքում մենք ունենանք այդպիսի ինչ-որ վայրեր, որոնք որ ձգում են իրեն դեպի իրենց։ Նելիասը։ Ես ուղղակի հիացած եմ ծրագրով, կուզենայի իմանալ, եթե ենթադրենք շատերը մեզ հիմա դիտում են եւ փորձում են իրենց օրը պլանավորել։ Եկեք այսպես մի փոքր ավելի բացենք փակագծերը, հա, որ ժամին ինչ է սպասում։ Նաեւ երեխաների հետ կարող են գալ թե ոչ, հա, մի փոքր այսպես ավելի թայմլայնը նորացված բառերով ասեմ, բացահայտված։ Սիրով մաշտոցը շրջվեց, դագաղում, այո, բայց հասկացավ թայմլայնը ինչ է։ Այո, կարանք շարունակենք։ Ժամը 16:00-ին լինելու է պաշտոնական բացումը։ Մենք ունենք տեղի խմբեր, որոնք ելույթ կունենան փառատոնի ընթացքում, մշակութային խմբեր ելույթ կունենան երաժշտական մաս է լինելու, հետո պարոն Մամուլյանի հետ անցկացնելու ենք աղցանի մրցույթ։ Դրանից հետո Աղցանիկ 2025
Այո։ Մամուլյանի կողմից պատրաստված։ Այո։ Չէ, մարդիկ պատրաստել են Մամուլյանը գնալ։ Հետո լինելու է արդեն եւ լինելու է համտես, ես ուզում եմ նշել, եւ նաեւ լինելու է վաճառք ուտեստների, ունենք հյուրեր նաև Գյումրիից մեր շատ սիրելի իրենց տաղավարով ներկայացնելու են իրենց խոհանոցը, ունենք Արցախի խոհանոց, որը պետք է ներկայացվի անպայման, լինելու է իհարկե խաղահրապարակ ունենք երեխաների համար, կազմակերպում ենք նկարչություն երեխաների համար, ունենք ընտանեկան տոն է։ Այո, որ ընտանիքով կարող եք համենալրին, ձեզ հրավիրում ենք, մեծ սիրով կսպասենք։ Նելի, եւս մի կայանատեղը կպահեն քեզ համար, հենց ես ընտանիքով սիրում եմ այս տեղերը դնել, այդտեղ։ Ես ակա ողջուն եմ անպայման ռինգցիներին։ Ծառի տակ պետք է այնտեղ քո մեքենան սպասել։ Սա հիանալի է, իսկապես սա հիանալի, իհարկե ինչպես դուք նշեցիք ի սկզբանե սա շատ կարևոր գործողություն է նաև տուրիստներին դեպի այս տարածք այսպես ավելի սևեռելու համար, բայց եկեք նաև չմոռանանք այն մասին, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի Հայաստանի բոլոր գողտրիկ վայրերը, գյուղերը, գեղեցիկ տեսարժան վայրերը անպայման այցելի եւ իր երեխաներին էլ սովորեցնի, ինչպես Գոռը շատ հաճախ է ասում, որ պետք է գնանք, տեսնենք, այցելուն դառնանք եւ չթողնենք միայն որ մեր այսպիսի գեղեցիկ միջոցառումները զարգանան տուրիստների հաշվին, այլ նաեւ մեր հաշվին կարող են այս ամենը զարգանալ։ Պետք է զարգանա, եւ չէ որ շատ կարեւոր է, Մխիթար Հերացինի ասել, Երևանում աշխատած գումարները պետք է ծախսել մարզերում։ Մխիթար Հերացինի։ Հիանալի է։ Եվ նաև ավանդույթներին ծանոթանալ, ծիսերը տեսնել եւ ավելի զարգացնել մեր ընտանիքները։ Խոհանոց, պար, երգ, տատիկներ, պապիկներ, չգիտեմ, ձիուկներ, ավանակներ, այո, ոչխարիկներ։ Մենք մեր հերոստատիտողին անպայման խորհուրդ ենք տալիս ընտանիքով այցելել, ձեր նորն անցկացնել։ Ամսի 20-ին գյուղում ձեզ սպասում։ 16:00-ին արդեն բացման կարևոր արարողությունն է լինելու։ Միացեք բոլորդ միասին, դառնանք այսպես մի ամբողջական շղթա եւ մեր օրն անցկացնենք Հայաստանում եւ ինչպես Գոռը նշեց, մեր գումարները ծախսենք մարզերում։ Այո։ Բայց շատ կարող գումարները վաստակած լինեն մարդիկ ազնիվ։ Անազնիվ գումարները Գոռ, արի մենք այսօր չշեղվենք շատ այդ թեմայով։ Այրում են ձեռքերը, չէ, ես ճշմարտություն եմ ասում։ Այո, շատ շնորհակալություն ձեզ, եւս մեկ անգամ, ինչ ասեմ, շատ լավ է, որ կան Մեղրաձորի նման այդպիսի յուղ, Ռինդի նման յուղ, կան մարդիկ, որոնք որ մտածում են դրա մասին եւ հուսանք, որ յուրաքանչյուր փոքրիկ բնակավայր եւ յուղ կգտնի իր տեղը այս մեր քարտեզին եւ մենք ամեն շաբաթ եւ կիրակի կիմանանք ուր են գրում եւ ինչի համար։ Այո, հիանալի է։ Նաեւ եկեք նշենք ձեր Instagram-յան էջը, վստահ եմ որ շատերը հիմա հետաքրքրված են, կփորձեն փնտրել եւ այլն։ Ինչպես կարող են գտնել։ Տադի Շորվա գրվում եք եւ ամեն ինչ Facebook-ում եւ Instagram-ում երկուսն էլ նույնն են։ Ես իդեպ մի հավելում անեմ։ Արենի ընդհանրապես Արենի համայնքը եւ Արենի համայնքապետարանի աջակցությամբ փառատոնաշատ համայնք է, հունիսի 28-ին տրվում է մեկնարկը փառատոնների եւ այսպես շարունակվում է մինչեւ հոկտեմբեր ամիս։ Ամեն ամիս ունենք յուրաքանչյուր բնակավայրին նվիրված տոներ եւ փառատոններ։ Խաչի գյուղում ինչ-որ բան կա։ Գաթայի տոնը։ Խաչիկում Գաթայի տոնն է, Արենիում գինու փառատոնն է եւ այդպես 9 բնակավայրից է կազմված Արենի համայնքը, բոլոր 9 բնակավայրերում էլ։ Իսկապես ամեն գյուղը էլ ավելի գեղեցիկ է եւ շատ ուրույն։ Լավ, շատ շնորհակալություն, այսքանը Տադի Շորվա փառատոնի մասին, այս պահին գովաստ։ Գովաստ Շանթի եթերում։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք գովազդից եւ ուզում եմ հարց տամ Նելին, ինչպես կարանք Ռինդ գյուղի Տադի Շորվա փառատոնը կապենք Լեոնել Մեսսիի հետ։ Ինչ ես կարծում։ Դա միայն դուք կարող եք ինձ թվում է։ Իրականում Մեսսի տատիկը Գիտես սարքել են ապուրից։ Գիտես, չէ, այն ապուրը չէր սարքում, բայց Մեսսի տատիկը Մեսսի համար ամենակարևոր ընտանիքի անդամներից ինձ թվում է Մեսին հայեր, այո, որտեղ այդպեսի տատիկասեր ազնվորություն։ Չնայած ըստ երևույթի իտալական ավանդական եւ արգենտինական ավանդական ընտանիքներում սա հենց այդպես է։ Բացայտենք Մեսի տատիկին։ Բացայտենք Մեսի ուզում եմ ասել ֆենոմենը, չնայած մտածեցի կա մարդ որ չի բացահայտե։
Միգուցե մենք ունենք տեսանյութ, որտեղ չբացահայտված նյութեր կան։ Ես դիմում եմ չէ, Ռեալ Մադրիդի եւ Կրիստիանո Ռոնալդոյի ֆաներին։ Բացահայտեք Մեսսի։ Ուզում եմ ջղայնացնել նրան։ Մեսսի ֆենոմենը։ Այսօր Մեսսին դարձավ 38 տարեկան։ Ընդամենը 38 Ընդամենը 38։ Ինձ թվում է մի ամբողջ կյանք մենք ճանաչում ենք նրան։ Այո, որովհետև նրա հետ ենք մեծացել։ Մեսսի ծնունդը շնորհավոր եղբայր։ Happy birthday։ Բացահայտեցին Լեոնել Մեսսի ֆենոմենը, մտածեցին նրա մասին, որ Մեսսին Վրաստան հասել էր։ Գոնե մի հատ էլ մտներ Հայաստան։ Այդքան ֆանատներ են նրանց Մարզադաշտ սպասում։ չունենք այդպիսի, որ Հայաստանում խաղար, դրա համար Հուսանք կունենանք։ Հուսանք կունենանք։ Գովաստ ունենք։ Բայց գովաստ ունենք։ Հաստատ, գովաստ ունենք։ Գնացինք։ Վերադարձանք գովազդից եւ ժամանակն է ժամանել Պրահա։ Չեխիայի ամենագրավիչ տուրիստական այցեքարտերից մեկը Կարլի կամուրջն է։ Եվ իսկապես ուզում եմ ասել, որ Պրահան աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, իսկ Կարլի կամուրջը կամ Կարլով Միստ, ինչպես նրան անվանում են հենց չեխերը, Թանգարան բաց երկնքի տակ։ Իսկապես ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Ցավոք սրտի շատ քիչ ժամանակ կամ վայրկյաններ կան օրվա մեջ, երբ որ դու կարող ես մնալ այդ կամուրջում մենակ արձանների հետ եւ գետի հետ միասին, որտեղ միշտ լավ գնանք եւ տեսնենք թե ինչպիսին է Կարլի կամուրջը այս պահին։ Վերադարձանք Պրահայից Ես Պրահայից էի գալիս։ Սկել էր Նելին եւ վերադարձավ Վլտավա գետի։ Ուրեմն հատակից ինչ կարող ենք ասել։ Լավ օրենք ձեզ մաղթում։ Լավ օրենք ձեզ մաղթում։ Օրենք մաղթում։ Օրենք ձեզ մաղթում։ Թրամփ ասում է ես բոլոր հարցերը լուծել եմ։ Կարծես թե ժամ է ընդամենը պետք եւ հուսանք, որ խաղաղության այսպես նորություններ պիտի լսենք։ Անդադ ուզում հասկանամ, ես հնարավոր չի միջև այդ ամեն ինչը զանգել, խոսալ իրար հետ։ Ես այդ հարցերով չեմ զբաղվում, բայց երբ զբաղվեմ անպայման ձեր տեսակետը կներկայացնեմ։ Ձեզ մաղթում ենք լավ օր, առաջարկում ենք մնալ Շանթի եթերում, քանի որ ամենաճիշտ նորությունները հիմա կլսենք հատառհատ։ Եվ չմոռանաք Նելի Instagram-ը, այո։ Սա ես եմ, Նելի Պողոսյան։ Գրազ եմ եկե, որ 10,000 պլյուս է լինել այսօրվա ընթացքում։ Կտեսնենք վաղը, ցե։